Գորիսի բժշկական կենտրոնում գրանցված նորածնի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Բժիշկները նշում են, որ նորածնի վիճակը կտրուկ է վատացել։ Բուժքույրն է եղել, կանչել է բժշկին, մենք իհարկե բժիշկ նեոնատոլոգ հերթապահ չունենք, որովհետև ռայոններում նեոնատոլոգները շատ քիչ են լինում, եւ հրավիրվել է բժշկին անմիջապես իհարկե ներկայացել է եւ ախտորոշվել է որպես շնչական անբավարարություն ու կատարվել են համապատասխան միջոցառումներ, բայց միջոցառումները արդյունք չեն տվել եւ երեխան մոտ 2 ժամվա ընթացքում մահացել է։ Երեխայի մայրը կատարվածի համար մանկաբույժին է մեղադրում։ Պատմում է, որ ամսի 23-ին առավոտյան ժամը 6:15-ին բուժքույրը տակդիր է ուզել։ Երեխան անհանգիստ է եղել։ Բուժքույրն է օգնություն ցուցաբերել, մանկաբույժն աշխատանքի չի եղել։ Ինքը եկել է, երեխան մահացած է եղել։ Ասում եմ, խի ներկա, խի է մոտը չես եղել, ես չեմ ամաս ասում, որ մի բան անենք, ասում է քույրին ասել եմ արել է։ Դե պետք է հիվանդանոց չգնանք, հեռախոսով զանգեն, ասեն։ Բժիշկների խոսքերով ծնվելուց հետո երեխայի մոտ լուրջ խնդիրներ չեն եղել, պտղաջուր է կուլ տվել, անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել։ Ուղղակի ծնվելուց չի ճճացել, բայց մինչև 1 րոպեն այդպես արտածծել են բերանի խորոշի լորձը եւ այլ եւ երեխան ճճացել է մինչև 1 րոպեվա ընթացքում։ Ես մտածում եմ միգուցե այդ զոնդը, որ եղել է, յան կերակրել են, ինչ որ բանի վնասել է կամ հետա տվել երեխային։ Մի անգամից չէր կարող տենց լինել։ Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ընդգծում է, որ վերջին 5 տարիներին մանկական մահացության դեպքեր չեն գրանցվել։ Տարվա ընթացքում բազմաթիվ ծնունդներ են ընդունում, ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության տարբեր քաղաքներից։ Երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն։ Գորիսի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, իրականացվում է նախաքննություն։ Իրինա Յոլյան, Արթուր Նուրիջանյան, Գորիսի ժամը լրատվականի համար։